Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Աստծո շնորհը թող ծածկի մեզ։ Աստծո ողորմությունը թող առաջնորդի մեզ։ Աստծո բարությունը եւ համբերությունը տանի մեզ ապաշխարության, որովհետեւ նրա բարության ու համբերության նպատակը մեր ապաշխարությունն է։ Երեք խոսեցինք, որ Հիսուսը մահացավ ամոթալի մահով։ Եվ որ Պողոսն ասում է, ես ավետարանը, այսինքն Հիսուսի անձը, ծնունդը, տանջանքները, խաչելությունը, մահը, հարությունը ամոթ չեմ համարում։ Ինչու՞, որովհետև խաչի վրա ամոթալի մահով Հիսուսը վճարեց այն պարտքերը, մեր մեղքերի պարտքերը, որ մեզանից ոչ մեկ չէր կարող վճարել։ Դրա համար Հիսուսը ամենասուրբն է հավիտյանս հավիտենից։ Դրա համար եկեք սկսենք գոհունակությամբ, փառաբանությամբ։ Շնորհակալություն, Տեր Հիսուս, շնորհակալություն, Հայր Աստված։ Մենք մեր գոհությունն ենք հայտնում քեզ։ Շնորհակալություն ենք ասում, Տեր, քո փրկության ծրագրի համար, քո սուրբ որդու համար, այն սուրբ արյան համար, որ թափվեց մեզ համար։ Շնորհակալություն ավետարանի համար, բարի լուրի համար։ Շնորհակալություն ամոթալի խաչի համար, որի վրա քո որդին տառապեց, քո կամքով, իր համաձայնությամբ, սիրով, մեր փրկության համար։ Շնորհակալություն Հիսուս, որ կյանքդ դրեցիր մեզ համար։ Մենք կանք քո շնորհիվ, անգամ այսօր շնչում ենք, որովհետև դու նպատակ ունես, որ այստեղ լինենք, որտեղ դու մեզ տալիս ես հնարավորություն, շնորհ, ժամանակ դարձի գալու, ապաշխարելու, խաչիդ առաջ ծնկելու։ Մենք այստեղ ենք քո բարության շնորհիվ։ Եթե ես այսօր փրկված մարդ եմ, դա քո շնորհն է, քո բարության, քո սիրո պտուղն է, քո բարեխղճության շնորհիվ, քո գթության շնորհիվ, շնորհակալ ենք ու փառք ենք տալիս քեզ։ Սուրբ Հոգի Աստված, շնորհակալություն, մենք քեզ ենք փառք տալիս։ Մենք գովաբանում ու գովերգում ենք Հայր Աստծուն, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Մենք պաշտում ենք քո սուրբ անունը, ավետարանի համար, փրկության լուրի համար, ավետարան, որ իզորու է մեզ փրկելու, սրբագործելու։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոս, Աստծո որդի, ինքդ Աստված, որ մեռար մեզ համար։ Շնորհակալ ենք, որ տառապեցիր, գանահարվեցիր, խայտառակվեցիր, մերժվեցիր մեզ համար, մեր փոխարեն, ոչ թե միայն մեզ համար, այլ մեր փոխարեն Տեր, շնորհակալ ենք քեզ։ Արժանի ես ամեն փառաբանությանը, արժանի ես ամեն գովերգությանը, արժանի ես մեր սիրուն, մեր հնազանդությանը, արժանի ես բոլոր պաշտամունքին, Տեր, մենք փառավորում ենք քո սուրբ անունը, մենք բարձրացնում ենք քո սուրբ անունը, մենք նորից ու նորից ասում ենք շնորհակալ ենք, այս փոքրիկ բառը մեր բերանից երբեք չի կարող արտահայտել այն ամբողջը, որ մենք ուզում ենք ասել։ Շնորհակալություն Հիսուս, շնորհակալություն ամեն կրածդ թքի համար, ամեն այն ոսկրի գլուխով գանահարման համար, շնորհակալ ենք, որ իմ միսը իմ վրայից թափվելու փոխարեն քոնը թափվեց։ Փառք ենք տալիս քեզ, այսօր քեզ գովասանք ենք տալիս, շնորհակալություն Տեր Հիսուս, ամեն փառք քեզ, ամեն ծափահարություն քեզ, Հիսուսի անունով աղոթեցի։ Ուրեմն մենք երեք խոսեցինք այն մասին, որ Պողոսն ասում էր, ավետարանը ես ամոթ չեմ համարում, որտեղ հավատացյալների համար այն Աստծո զորությունն է մեր փրկության համար։ Իսկ անհավատների համար Աստծո դատաստանն է կորուսյալների համար։ Ահա այստեղ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում փրկություն բառը ըստ ավետարանի, որը հունարենում կոչվում է սոտերիա։
Աստվածաշնչյան ուսումնասիրություններում բառերը չեն ուսումնասիրվում առանձին, դրանք ուսումնասիրվում են համատեքստում, կոնտեքստի մեջ։ Աստվածաշնչում սոտերիա, փրկություն բառը ընդհանուր առմամբ նշանակում է ազատություն մեղքից և մեղքի հետևանքներից։ Մեղքի հետևանքը Աստծո ցասումն է մեր վրա։ Ավետարանը Քրիստոսի անձը խաչի վրա Հիսուս Քրիստոսի արած և ավարտած գործը միակ միջոցն է, որով որևէ մարդ ազատվում է մեղքից, մեղքի զորությունից, մեղքի ներկայությունից և մեղքի պատժից, որ Աստծո ցասումն է մեր վրա։ Եվ Պողոսը դա շատ լավ գիտեր իր համար։ Նա անգամ չէր ասում ես չեմ ամաչում ավետարանը քարոզելուց, ոչ, նա ասում էր ես չեմ ամաչում ավետարանից։ Տիմոթեոսին ուղված նամակում Պողոսն ասում է Տիմոթեոսին. սա, այսինքն ավետարանը, վստահելի խոսք է, որը պետք է ընդունվի բոլորի կողմից, որ Հիսուս Քրիստոս եկավ այս աշխարհ փրկելու մեղավորներին։ Սա ավետարանի հիմքն է։ Հիսուս Քրիստոս եկավ այս աշխարհ փրկելու քեզ, որտեվ դու մեղավոր ես Աստծո առաջ, փրկելու ինձ, որտեվ ես մեղավոր եմ Աստծո առաջ, եւ Աստծո ցասումն ու դատաստանն է մեր վրա, որ ոչ մի ձևով չի հեռանա մեզանից, բացի Հիսուս Քրիստոսի արած զոհողությամբ եւ նրա սուրբ արյունով։ Եվ հետո էլ Պողոսն ասում է. ես մեղավորների մեջ ամենամեծն եմ։ Գիտեք, եթե մենք լրջությամբ հասկանանք ավետարանը, եթե մեր սիրտը բացենք, մենք չենք կարող ամաչել մի պատգամից, Հիսուսի արած գործից, որը ազատում է մեզ մեղքի զորությունից, մեղքի ներկայությունից, մեղքի պատժից, Աստծո դաժան դատաստանից։ Մենք չենք կարող ամաչել ավետարանից, եթե գիտենք, թե ինչ է այն արել մեզ համար, ինչ է անում հիմա և ինչ է անելու Քրիստոսի վերադարձի ժամանակ։ Մենք չենք ամաչի Աստծո շնորհի ու ողորմության ու փրկության համար, եթե հասկանանք, որ ամեն մեկս մեր տեղում ամենամեծ մեղավորն ենք և Աստծո դատաստանը մեր հանդեպ արդար է։ Պողոսը դա գիտեր։ Մենք չենք ընդունում, որովհետև մենք մեծամիտ ենք և մտածում ենք մենք մեղավոր չենք, մենք մտածում ենք Աստված մեր հանդեպ անարդար է։ Դրա համար Պողոսը հասկանալով այս ամենը ասում է ես ամենամեծ մեղավորն եմ։ Բայց որպես հավատացյալներ մենք իրականում չենք տեսնում, որ մենք մեղքի զորությունը մեր կյանքում ու որ Աստծո ցասումը դեռ մեր վրա է։ Եվ մենք դա կտեսնենք Հռոմեացիների նամակի 1-ին 18-րդ սկսած։ Բայց Պողոսն ասում է, որ ես չեմ ամաչում ավետարանից, որտեվ այն միակ միջոցն է, որով Աստված փրկում է մեզ, որտեվ եթե չլինի ավետարանը, անգամ հավատացյալ լինելով, ամեն օր ընկնում ենք մեղքի մեջ, զայրույթի մեղքի մեջ, բամբասանքի մեղքի մեջ, շատակերության մեղքի մեջ, չգիտեմ, վախի մեղքի մեջ, անհավատության մեղքի մեջ։ Ու եթե կարդում ես 5 տակարանը 636 օրենքից 635-ը կատարեիր, բայց մեկը չկատարեիր, քեզ մահ էր սպասում, դատաստան։ Այսինքն դու կարաս ամբողջ կյանքումդ ապրես ըստ Աստծո օրենքի մի օր, մի անգամ մեղ գործես, միևնույնն է Աստծո ցասումը քո վրա է գալու, որտև Աստված ատում է մեղքը փչացրել է Աստծո արարչությունը, քանդել ամեն բարիք, Աստված ամենափոքր մեղքը անգամ գործված մենակ մեկ անգամ չի ներում։ Դրա համար մենք պիտի հասկանանք, չենք ընդունում Քրիստոս, չկա ներում։ Չենք ընդունում ավետարան, չկա ներում, չկա փրկություն։ Բայց քանի որ մեծամիտ ենք, մտածում ենք, չէ, ես իմ գործերով, իմ այսքան արած լավ բաներով կփրկվեմ, Աստված ինձ կների, նշանակում է մենք խափնված ենք, մենք Աստծուն չենք ճանաչում։ Ավետարանը, Հիսուսի արյունը միակ միջոցն է, որով Աստված արդարացնում է մեզ և փրկում է մեզ։
Իսկ հիմա կենտրոնանանք Հռոմեացիների նամակի առաջին խոսքի 17-րդ խոսքի վրա, որովհետև Աստծո արդարությունը նրա միջոցով է հայտնվում, հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է, արդարը հավատով է ապրելու։ Ավետարանը բացահայտում է Աստծո արդարությունը։ Ավետարանը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված մարդկանց արդարացնում։ Միակ ճանապարհը։ Աստծո արդարությունը նաև վերաբերում է հենց Աստծո կատարյալ բարոյական բնույթին եւ մարդուն հավատքի միջոցով արդարացնելու Աստծո ծրագրին։ Ավետարանը մեզ ցույց է տալիս Աստծո արդար չափանիշները եւ նրա արդար էությունը։ Ինչպես Հռոմեացիների նամակում Աստվածաշունչը ասում է, որ Աստված սուրբ է, եւ քանի որ նա սուրբ է, ամեն մեղք հետևանքներ ունի։ Այդ հետևանքը մահն է, դատաստանը, Աստծո ցասումը, որովհետև Աստվածաշունչը նաև ասում է, մեղքի գինը մահն է։ Եվ Աստվածաշունչը նաև ասում է, որ մեղքի դիմաց պետք է արյուն թափվի, առանց արյուն թափվելու չկա ներում։ Ուրեմն Սուրբ Աստված չի ընդունում մեղքը ոչ մի տեսակի, ոչ մի աստիճանի եւ ոչ մեկի մեջ, այլ պատժում է մեղքը։ Եվ եթե դուք դրանում կասկածում եք, ապա լսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Այն ասում է, որ Աստված նույնիսկ իր սեփական որդուն չփրկեց մեղքի պատժից, խաչի դատաստանից չհեռացրեց, եւ Հիսուսը մեղք չէր գործել, նա իմ ու քո մեղքերն էր իր վրա վերցրել։ Երկրորդ Կորինթացիների նամակի 5-րդ գլխի 21-ում պարզ ասվում է. Աստված չփրկեց իր որդուն, որովհետև նրա որդին կրեց մեր մեղքերը եւ մեր մեղքի հետևանքները, այսինքն Աստծո հասման բաժակը թափվեց Հիսուս Քրիստոսի վրա, իմ ու քո փոխարեն։ Ինչու? Աստվածաշունչը բացատրում է, որտեվ Աստված Հիսուսին, որ մեղք չէր ճանաչում, այսինքն երբեք մեղք չէր գործել, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Հիսուսով Աստծո արդարները լինենք։ Աստվածաշնչում սա ճշմարտություն է, անփոփոխ ճշմարտություն։ Այդ դեպքում ինչու? Ինչ որ մեկը, գուցե հենց դու, որ լսում ես, կարող ես քեզ թույլ տալ հավատալ, որ եթե քո մեղքերը ծածկված չեն Քրիստոսի արյամբ, այսինքն դու չես եկել Քրիստոսին խնդրել, որ քեզ ների, չես խոստովանել քո մեղքերը, ինչու ես մտածում, որ Աստված կփրկի քեզ կամ որևէ մեկին։ Երբ Աստվածաշունչը կոնկրետ ասում է Աստված նման բան չի անի։ Աստված սուրբ է, նա անարդար չէ, նա արդար է։ Եվ Աստված շարժվում է իր արդարության չափանիշներով, այլ ոչ թե մեր պատկերացումներով եւ ակնկալիքներով։ Ավետարանը բացահայտում է Աստծո արդարությունը, Աստծո բնույթը, Աստծո ճշմարիտ էությունը։ Մենք կարիք ունենք իմանալու Աստծո ճշմարիտ էությունը, որտեղ եթե մենք մեր մտքում սենց կեղծ Աստված ենք սարքել եւ կեղծ ակնկալիքներ ունենք, մենք սարսափելի հիասթափություն ենք ապրելու եւ դժոխքում կհայտնվենք։ Ավետարանը ցույց է տալիս, որ Աստված սուրբ է, ցույց է տալիս, որ Աստված արդար է, չկա նրանից արդար, նա է արդարության չափանիշը։ Եվ ավետարանը նաև ցույց է տալիս Աստծո հավատարմությունը։ Արդարություն բառը կապված է Աստծո հավատարմության հետ։ Աստված նախ հավատարիմ է իր էությանը, իր անձին, իր սրբությանը, իր խոսքին, իր օրենքներին։ Աստված իր օրենքներից, իր ասածից հետ չի դառնում։ Աստված մարդ չի, որ մտափող լինի։
Աստված չի ասում ես իմ ստանդարտը իջացնեմ, որ Նարինեն փրկվի։ Ոչ, ասում է Նարինեն պիտի իմ ստանդարտը ընդունի ու ես կաշխատեմ Նարինեի կյանքում, անգամ եթե անհրաժեշտ է կջարդեմ, ծնկի կբերեմ, որպեսզի Նարինեն փրկվի։ Աստված հավատարիմ է իր խոսքին, իր խոստումներին, իր օրենքին, իր էությանը, իր սրբությանը և իր արդարության համակարգին։ Ավետարանը այս ամենը ամբողջությամբ բացահայտում է մեզ համար, բայց եթե մենք չենք կարդում, մենք չենք լսում կամ կարդում ենք հակառակության հոգով բռնված, մենք կմնանք խաբնվածներ ու երբ որ հայտնվենք Աստծո դատաստանի առաջ, փորը փոշման կմնանք։ Աստված չի փոխում իր էությունը խելքի արի, մարդ, Աստված չի հրաժարվում իր խոսքից, որտև դա մեզ դուր չի գալիս, որտև դա մեզ հարմար չի։ Աստված չի ասում, վախ Նարինեից դուր չեկավ, գնամ փոխեմ։ Ես պիտի փոխեմ իմ մոտեցումը։ Եվ հետո Պողոսը ասում է հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է, արդարը հավատով է ապրելու։ Հավատից հավատ նշանակում է, որ փրկության միակ ճանապարհը, արդարացման միակ ճանապարհը հավատն է։ Հավատքով ընդունելով Աստծո ավետարանը, հավատքով ընդունելով Քրիստոսի արած զոհողությունը խաչի վրա, հավատքով խոստովանելով մեղքերը եւ ապաշխարելով, հավատալով Աստծո արդարությանը, սրբությանը եւ խոստումներին։ Ոչ թե մեր գործերով, այլ հավատքով։ Ինչքան ուզում ես բարի գործ արա, ինչքան ուզում ես բարոյական եղի, չես փրկվի։ Փրկությունը Աստծո շնորհով է եւ հավատքով։ Բարի գործերը հավատքիդ արդյունքը պետք է լինեն, բայց բարի գործերով չես փրկվի, որտեղ մեղավոր ես։ Եվ Պողոսը կբացահայտի հավատքի ամբողջ հասկացությունը, որ ինքնին Աստծո պարգևն է։ Հավատը ինքը նվեր է Աստծուց մեզ։ Մենք չենք մեր հավատի հեղինակը։ Եվ ապա Պողոսն ասում է, արդարը կապրի հավատով։ Արդարը հավատով է ապրելու։ Այսինքն դու հավատով ես փրկվում, հավատով ես հարություն առնելու, հավատով ես հավիտենական կյանք ստանալու, հավատով ես արդարացվելու, առանց հավատի հնարավոր չէ։ Նորից հիշենք ինչ ասաց Պողոսը 16 և 17 խոսքերում։ Ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար, նախ հրեայի, ապա նաև հույնի, որտև Աստծո արդարությունը նրա միջոցով է հայտնվում, հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է, արդարը հավատով է ապրելու։ Արդարը այն անձն է, ով հավատքի միջոցով կընդունի Հիսուս Քրիստոսին, կապաշխարի և կարդարացվի Աստծո կողմից և կապրի։ Հռոմեացիների նամակի 18-րդ համարից սկսված Պողոսը կբացատրի, թե ինչ է հավատով ապրելը և արդարացվելը նշանակում։ Աստվածաշունչն ասում է, եթե դուք ասում եք, որ մեղք չունեք, մեղավոր չեք, դուք սուտասան եք և Աստծուն եք սուտասան հանում։ Հիսուսը սկսեց քարոզել, երբ Հիսուսը քարոզեց, բերանը բացեց, առաջին բանը, որ ասեց, ապաշխարեք և հավատացեք։ Այդ երկու բառերը գործող, ակտիվ, շարունակական բառեր են։ Դրանք անցյալ ժամանակով չեն։ Ապաշխարելն ու հավատալը դրանք մի անգամ անելու բաներ չեն, արեցիր ու պրծար ու փրկվեցիր, այլ շարունակական գործողություններ են, որտեղ մենք շարունակապես մեղքի մեջ ենք ընկնում։ Մեղքը դեռ չի վերացել այս աշխարհից եւ մեր մարմնից։ Ուրեմն, երբ մենք ընթերցում ենք Աստվածաշունչը, ու ամեն անգամ, երբ մենք հանդիմանվում ենք Սուրբ Հոգու կողմից, որտեղ երբ որ դու կարդում ես Աստվածաշունչը, Սուրբ Հոգին քեզ հանդիմանում է քո մեղքերի մեջ, հիշացնում է, եթե անգամ չգիտես ես ինչ բանը մեղք է, Սուրբ Հոգին հիշացնում է։ Եվ մենք պիտի գանք ապաշխարության։ Թող Տերը մեզ օրհնի եւ տա այդ ապաշխարության նվերը եւ շնորհակալ լինենք Հիսուսից այն բանի համար, ինչ նա արեց մեզ համար խաչի վրա։
Եթե մենք չենք հավատում, որ արդարացվում ենք միայն Աստծո շնորհով եւ հավատով, մենք չենք ապաշխարի։ Մենք չենք տեսնի ապաշխարության անհրաժեշտությունը եւ դա կոչվում է մեծամտություն, ինքնահավանություն, ինքնաարդարացում, մի բան, որ Աստված չի ընդունում, գարշելի է Աստծո համար։ Հիսուսը մահացավ ամոթալի մահով մեզ փրկելու համար։ Ուրեմն ապաշխարի եւ հավատա։ Սա է կանչը Հիսուս Քրիստոսից։ Հիսուս Քրիստոսը, ով թեև Աստծո կերպարանքով էր, ինքը Աստված էր, Աստծո հետ իր հավասարությունը չօգտագործեց իրեն ուզած ճանապարհով գնալու համար, Աստծո կամքից դուրս որևէ բան անելու համար, այլ ինքն իրեն դատարկեց խաչի վրա, ամբողջությամբ դատարկեց, ծառայողի կերպարանք ստացավ, մարդկային նմանությամբ ծնվեց, Աստված լինելով հանդերձ, խոնարհվեց, համակերպվեց, ենթարկվեց մինչև մահ, նույնիսկ ամենաամոթալի, ամենասարսափելի մահը խաչի վրա։ Ուստի Աստված բարձրացրեց նրան եւ տվեց նրան անուն, որը բոլոր անուններից վեր է, որպեսզի Հիսուսի անվան առաջ ամեն ծունկ ծալվի, թե երկնքում, թե երկրի վրա, թե երկրի տակ, եւ ամեն լեզու խոստովանի, որ Հիսուսը Տերն է, եւ այդ ամենը կլինի Հայր Աստծո փառքի համար, եւ սա լինելու է, բայց ոչ բոլորն են փրկվելու, բոլորն էլ ծնկելու են, բայց ոչ բոլորը կփրկվեն, որտեվ կանեն արդեն պարտադրված, որտեվ Քրիստոսը գալիս է գավազանով թագավորելու։ Ուրեմն Հայր, մենք շնորհակալ ենք այս առավոտյան քո սուրբ խոսքի համար, որ արդար է, որ հավիտենական է, որ ճշմարիտ է։ Շնորհակալ ենք Տեր, քո զորության համար, որը ավետարանն է։ Խնդրում եմ Տեր, ձգի դրդի մեզ կարդալու քո խոսքը Տեր ջան, եւ թող քո ավետարանը մաքրի մեզ, սրբացնի մեզ, քո ավետարանի ամբողջ զորությունը արձակվի մեր կյանքում, որտեղ ավետարանի զորությունը մեզ բերելն է հնազանդության եւ հավատարմության քո խոսքին եւ Հիսուս Քրիստոսին։ Շնորհակալ ենք Տեր Աստված, որ ավետարանում հայտնվում է քո ճշմարիտ էությունը եւ նաեւ քո արդարությունը եւ նաեւ քո ցասումը եւ փրկության ճանապարհը։ Շնորհակալ ենք, որ ավետարանով մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի արդարությունը եւ մեզանից ոմանք արդեն դարձել ենք Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսում։ Շնորհակալ ենք, որ ավետարանով մեր մեղքերը մաքրվել են, որ ավետարանի մեջ, որ Հիսուս Քրիստոսն է, մենք ունենք փրկություն մեր բոլոր մեղքերի ներում։ Շնորհակալ ենք, որ ավետարանում չկա դատաստանի սպառնալիք նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսում են։ Շնորհակալ ենք, որ այժմ ավետարանով մենք Աստծո որդիներ ենք։ Շնորհակալ ենք, որ շատերը կարող էին մեզ ստորադասել, բայց քո որդու գործերի շնորհիվ, խաչի շնորհիվ մենք ընդունվել ենք քո ընտանիքում։ Շնորհակալ ենք, որ ավետարանով ընտրեցիր մեզ Հիսուս Քրիստոսի մեջ աշխարհի հիմնադրումից առաջ։ Հիսուս, մենք փառավորում ենք քո սուրբ անունը, մեծարում ենք քո պանծյալ անունը, արժանի ես, բարձրացնում ենք քո սուրբ անունը բոլոր մյուս անուններից վեր։ Շնորհակալ ենք ու պաշտում ենք քեզ Հիսուս։ Եվ աղոթում ենք այն բոլոր մարդկանց համար, մեր ընտանիքի մեջ, մեր հարևանների, բարեկամների, մեր ազգի մեջ, մեր թշնամիների մեջ, Տեր, ովքեր դեռ իրենց ծունկը չեն ծալել քո առաջ, ովքեր ավետարանի համար իրենց սիրտը չեն բացել, ով դեռ հավատքը մեռած է, Տեր, կենթանացրու հավատքը, կյանքի շունչ Աստված, կյանք փչի նրանց հավատքին, վառի հավատքը, քանդի կապանքները, վերցրու կուրությունը, թող որ նրանց համար ավետարանը եւս լինի քո զորությունը փրկության համար, եւ դու փառավորվես։ Հիսուսի անունով աղոթեցինք։ Ամեն։
Այսքանը։